Բաբայանի հետ։ Հակիրճը հիմա այս պահին ակնկալիքը դատարանից։ Գնում եմ վերցնեմ 2 ամսյա կալանքի որոշումը։ Այլ տարբերակ Բացառվում։ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ մասից մեր կոնյանի կա։ Բաբայան, ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք դիմել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք չկա։ Ուսապարկի Ինչպես։ Կասկածով է հայտնել, որ ուսապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնեցին։ Ենթադրել են, որ կարող է ինքը եղած։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ որ մի բան պիտի ասեն, չէ՞ որ իրենց ճաշակով Ուսապարկը կա։ Ուսապարկը ո՞մ է։ Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի Այսինքն մեջ։ հայտնի է այդ անձում ուսապարկն է եղել։ Այո, Այդ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ, իր ուսապարկում չի եղել։ բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքից եմ։ ինչ ա եղել 2018 Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութ։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Այսինքն այն ժամանակ կասկած չի եղել, կասկած հայտնվում կալանքի տաներու միջնորդություններ կայացնել է որքանով է իրավաբանության հետ նորմալ պրակտիկա։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ որ քնչական գործողության ճիշտ հասկացա, այդպես ասիկ, ինչ գործողություն է եղել այդ ժամանակ։ Քնչական ինչ-որ մի Չէ, դե ինչ որ մի հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք։ Իրավունք չունեմ։ Դե ինչը ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչը ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասել։ Ինչ որ իրավունք չունեմ։ Արշակ Սրբազանի մասնակցությամբ է եղել այդ գործողությունը։ Ոչ։ Իսկ դու տեղեկություն եք այդ անձը, հա, ուսապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ հիմա ենթադրել են, հա, գցել են պարզակցել։ Այդ անձը այդ թվականին այդ ամիսներին օրինակ գործակցություն անցել է, արդյոք օգտագործել է դրանք։ Չգիտեմ, չունեմ այդ Այսինքն դրանք են, չէ՞, բայց չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասն է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանի ուղղած։ Արշակ Սրբազանը երևի ճակատագիրը շարունակողն է։ իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ է։ Պարոն Բաբայան, այն անձը, որը կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություններ ունի նրա հետ։ Կամ ինչ հարաբերություններ ունեցել։ Ոչ մեկ չի ճանաչում այդ անձը։ Տեսանյութ տարածվեց, որ Սրբազանը հարվածում է ինչ-որ երիտասարդի, այսպես իշխանական էջեր էին տարածում այդ տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում է ինչ-որ մեկի։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցն է, ես էլ կհարվածեմ։ Ինչ հարց։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածել։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազանն է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն, նրանք ավելի շատ են։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել։ Այս առումով նշանակել չէ, ես լավ չհասկացա հարցը։ Երեք ներկայացվել է, միջնորդությունը բերել են, իսկ նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների փոխելով։ Իսկ այդ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փուլում է վերջ, էլ չեն քննելու։ Չգիտեմ։ Դերակ չէ։ Դա արդեն թրենդային ինչ էին երեք հարցնում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված։ Ի վերջո դրանով էին կանչել։ Ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Բաբայան, լավ, ավելի կոնկրետ հա խոսեք 18 թվից է։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ, ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը 18 թվից որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը, որ 7 տարի քննել են, ինչ են արել։ Հետաքրքիր, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով։ Պարոն Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Պարոն Բաբայան, այդ տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այլն 2018-ի մասին։ Գիտեմ, ես նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ, որ ինքն անձանապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ունենում այդտեղ, ում են հիմա կանգնեմ ես մեր ընկերներից, օպերատորներից նման հարցեր տամ, ինձ տեղ երևի թե ողջ չեն թողնի։ Շնորհակալություն։